Վստահ ես, որ Շուշին լսել է։ Հա, դու պիտի դրա դեմքը տեսնեիր։ Լսածիցս նենց էր գույնը գցավ, ոնց որ ուրվական տեսած լիներ։ Հա դե, շատ լավ է, ապրես։ Հա, մնում է ամեն ինչ գնանեց, ոնց պլանավորել էինք։ Հանգիստ տեղի, ես ամեն ինչ նենց կկազմակերպեմ, որ Մարին էլ երբեք Միշոյի վրա չի նայի։ Դե քեզ տեսնեմ, նայ չհիասթափեցնես։ Okay, անդե, կապի մեջ։ Եկար ես։ Մենակ ես տանը։ Չէ, մենակ չեմ, բայց պապանա տունը մենակ ու քնած է։ Այսօր որոշել եմ Մարիս հետ կինո գնամ։ Ասում եմ, կարող է ուրիշ օր գնաք։ Ինչի համար։ Տիկոյի պահերով էլի։ Իշտ տիկո ռադարա դրան, դրա ոչ հավեսը կա, ոչ ժամանակը։ Հա, բայց դե սիրուն չի տղեն ուզում է հաշտվի հետներս։ Այդ տիկոյի հետ բարիշել ում է պետք։ Էդի յա եղած, յա չեղած իմ համար մեկ է։ Բացի այդ, որ ուզում ես ճիշտ իմանաս, երո իմ համար սկզբից հետ տարօրինակ ա եղել դրա այդ փափ հրավիրելը։ Ինչ մի տենց վդռուկ ճանճ կծես դրան որոշեց հաշտվի հետներս։ Բացի այդ էդի ով է, որ ես դրա պատճառով Մարի հետ հանդիպումս քենսել անեմ։ Հա, դե ես էլ եմ համաձայն քո հետ, բայց դասարանի տղա է։ Հասկացա, որ հետներս չի կարա գլուխ դնի, որոշեց հաշտվի։ Հիմա որ չգնանք, ամոթ է, կմտածի առ համար մենք։ Հա, որոշումը չփոխեցիր։ Ախպետ չգիտեմ, ես վերջերս Մարի հետ չեմ կարում առանցին մենակ մնամ։ Այսինքն, ուզում ես ասես խուսափում ես Մարիից։ Դե այն պատմածից հետո, որ քուրը տա Մարին, մի տեսակ չեմ կարում այդ մարդու աչքերի մեջ նայեմ։ Հանկարծ քրոջս բան չասես։ Չի դիմանում։ Չէ, դե չեմ ասի, բարձ է։ Բայց դե հասկանում ես, չէ՞ ինձ էր, մի տեսակ շփման մեջ ոնց որ սուտը լինի, անընդհատ իրանից թաքցնելու բան ունենամ։ Հասկանում եմ։ Իմ մոտ էլ կա այդ վիճակը։ Բայց պետք է ամեն ինչն ենց անենք, ոնց Մարիի սրտով կլինի։ Լավ էլ զանգե տիկոին, ասա գալիս ենք ոչինչ, ես Մարի հետ վաղ կգնամ կինո։ Կստացի կարող է դու Շուշին եկաք։ Շուշի հետ խոսում կասեմ։ Ուրիշ բան լսու Արմեն։ Ուրիշ ինչ։ Փաբում ինչ տեսակի խմիչք կա, սաղից փորձել ես արդեն։ Արա մի բան լսու, իմ համար մեկ է, մի բան։ Շեֆ արդեն շատ ես խմել, Էրիկա։ Արա երբ բանից սկսեցիր ինձ հակաճարել դու։ Չեմ հակաճարում, զուտ խորհուրդ եմ տալիս։ Լսի արա, այդ քո խորհուրդ մոտը գես պայի։ Հասկացանք ես օբյեկտում չեմ կաշխատում։ Բայց չի նշանակում, որ պետք է լեզվիդ տաս։ Ասա մի բան լցրու խմեմ։ Դու խմեմ դարդրս մորանամ։ Ամեն օր այսքան խմելով դարդերիդ լուծում չես տալու։ Ու տենց ամեն անգամ լուծում տալդ մի օր հետ անգնելու։ Լավ կպի գործերիդ։ Արդեն ազդում ես վերես։ Շուշի ասել եմ ու կասեմ։ Մամայի ցարկա ջինգալով հացա անմահականա։ Անուշարա հատուկ քո համար էլի կասեմ պատրաստիմ։ Հա, որ չաղանամ, չէ։ Չէ, այնքան ուտես, որ համից հագենաս։ Ալո։
Ոնց է ամենասիրուն աղջիկը։ Քո զանգին էի սպասում, որ պատրաստ եմ միասին գնանք ֆիլմ նայելու։ Մար մի հատ բան պետք է ասեմ, բայց խոսք դու որ չես նեղանալու ինձանից։ Ինչ ա եղել, Միշ։ Այն դիկոն որ կա է, մեր դասարանի տղերքին հրավիրել է փապ, ինչ-որ բան ունի հետներս խոսալու։ Ես ու Էրոնը որոշեցինք գնանք։ Հասկացա, այսինքն մենք չենք կարա գնանք ֆիլմ նայելու։ Դե, հա, Բա ինչ առիթով ա հրավիրել, ծնունդն ա։ չէ դե ինչ ծնունդ։ Ուզում ա հաշտության երեկո կազմակերպած լինի, էլի։ Հասկացել է, որ մեր հետ իրան մոտիկություն անելը ձեռ տալիս է։ Պարզ ա։ Մարս, եթե նեղանում ես, ես չեմ գնա, ասա։ Դե շատ կուզեի քեզ տեսնեի, բայց չէ, չեմ նեղանում։ Հանգիստ գնա։ Լավ, ես էլ քեզ։ Շուշի, ինչ եղավ, քեզ վատ ես զգում։ Չէ, լավ եմ։ Քո կարծիքով չեմ տեսնում, որ վատ ես զգում քեզ։ Ինչ եղավ, անցած անգամա նման։ Չէ, բան չի եղել։ Ինչ անեմ քո համար, Շուշի։ Ոչինչ բան պետք չի։ Հեսա պատուհանները կբացեմ ու ջուր կբերեմ քեզ։ Չէ, ոչինչ բան պետք չի, ասացի։ Ոնց պետք չի, դեմքիդ գույնը տեսել ես, ես հիմա կգամ։ Երկար ես տենց թթված դեմքով նստելու։ Դրա համար էի ասում այսօր դուրս չգանք։ Բայց ես տենց վատություն ձերոնց չեմ անի, որ թողնեմ ես թթված դեմքով տանը մնաս։ Մի հատ էլ կյանքները ուտես, տենց կյանքները մղձավանջի վերածես։ Չես կարող չէ չկծել։ Առհասարակ կարողանում եմ, բայց քո դեպքում մի տեսակ չի ստացվում։ Ցանկություն էլ չկա չկծելու։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ կյանքդ հետաքրքրացնել։ Բայց ես ինչքան ուրախ եմ, արևս։ Անտաշ։ Շնորհակալ եմ լաչառս։ Բայց եթե լուրջ, այդքան մի անհանգստացի, կարծում եմ երեխեքիդ հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Չգիտեմ, անհանգիստ եմ, մի տեսակ այս անգամ լանջունին կարծես թե լուրջ է տրամադրված։ Չեմ ցանկանա նման հիմար միջադեպի պատճառով երեխաները պատժվեն։ Կներես էլի երեխաներդ էլ մի բարի պտուղ չեն տեսար, ինչ արեցին այդ մարդու գլխին։ Ֆարադեի վիճակը հիշում ես, չի կարելի էլ այդպես։ Դե կարծում ես այդքանը մտածել են։ Իրենց համար կարևոր է ծիծաղելու թեմա լինի։ Հəl երկար բարակ չեն մտածել, որ կարող են մարդու առողջությանը վնաս հասցնել։ Հայ դրա համար թող մի հատ քիթները գետնին կսվի, որ իմանան որը որից է դու։ Դու էլ անցել լանջունու շարքերը։ Ես միշտ եղել եմ արդարության կողմնակից։ Ու վաղը իմ դասի ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ իրանց հետ։ Այսինքն Այ որ 3 կիլոմետր անդադար վազեն, խելքները գլուխները կհավաքվի։ մեղք են երեխեքը, բան։ Հա, շատ մեղք են երեխեքդ, բայց որ սեն շարունակես պնդել, երևի բադակայել էլ ստիպեմ անել։ Վան։ Ինչ անում ենք երեխեքի համար ենք անում։ Արևս։ Այնպես որ չխառնվես Տիկին Արևշատյան։ Մոտեցա որ համբուրեմ ասաց տղա Պապի, ես լավ էլ տժում ես։ Չա խոսում Ինչ տժալ Նորմալ երաժշտություն եմ վայելում Ես էլ էդ եմ ասում, տժալը քո ասած վայելելն է։ Վայ Ձեր տիրսեղանին ու գնա այստեղից Մի վարկյան ավել չեմ ուզում երեսդ տեսնեմ Պապի, գոնե ասես ապրես թորնիկս, որ քո ժամանակից ծախսել ես, գործերդ մի կողմ ես դրել, ինձ ընդմիջում ես բեր, մի հատ էլ համարյա անպատվում ես։ Խիղճս տեղնա, թե չէ մի հատ էլ կապտակեմ Բայց ինչի։ Այդ աղաբա դու չես ամաչում, հա։ Այսինքն ես քո մոտ ոչ մի բան խոսելու իրավունք չունեմ, հա։ Լեզուս պապանցվեր։ Իզուր էլ ասի, որ Ֆարադեի փոշուց ալերգիա ունի։
Ու հիմի խեղճ մարդը ոչ միայն փոշուց, այլ նաև կավիճից ալերգիա ունի։ Բա դու չես ամաչում, հա? Պապի, ես չեմ ասել երեխեքին։ Ես երեք չեմ ծնվել։ Շատ լավ գիտեմ, որ դու ես ասել։ Բա որ այդ խեղճ մարդը փռշտալուց վատանար, ուշագնաց լիներ ու չկարողանայինք փրկել Վարադեին։ Դու ոնց էիր ապրելու այդ մեղքով։ Լավ ուր հասար։ Համ էլ փրշտալը օգտակար է, համ շնչուղիներն է բացվում, համ ուղեղն է սկսում աշխատել։ Դե բա գոքսերունդ։ Այսինքն ինչ ես խոսում։ Հեռուստացույցով ինչ լսում եք ենել սովորում։ Ես եք եմ ներելու, մինչև մի եկամտաբեր ինֆորմացիա չհասցնես ինձ։ Պապի, ինձ թվում է այս մի քանի օրը լավ փողաբեր ինֆորմացիաների հեղեղա լինելու։ Հա։ Դե քեզ տեսնենք։ Հա, էսի կեր քամի տակա, թե չէ որ սառած ես ուտելու բան չի լինի։ Մեկ էլ երբ ես գալու տուն։ Մինչև Լիդիան չգնա դպրոցից չեմ կարող գալ։ Գնա այստեղից։ Լավ, հասկացա։ Հասկացա։ Ապրիտիկինս։ Ես վերցրու։ Արդեն լավ եմ։ Շուշիկ, ասես հիմա ինչ եղավ։ Զգում եմ, որ ինչ-որ բանից անհանգստանում ես, բայց գաղտնի ես պահում։ Ոչինչ բան էլ գաղտնի չեմ պահում։ Ուղղակի պահի տակ վատացա ու վերջ։ Շուշիկ, քո մոծտելը լավ չի ստացվում։ Անցած անգամն էլ մեր տանը վատացար։ Հիմա էլ ինչ է կատարվում։ Համոզված եմ, որ այս ամեն ինչը պատճառ ունի։ Շուշի, դե խոսա ում ես սպասում։ Ոչինչ բան էլ չի եղել։ Չեմ հասկանում, Շուշի, ես քո համար մեկ եմ, որ ինձ չես ասում։ Բա ասում ես ինձ քրոջ պես ես ընդունում։ Տենց էլ կա։ Դրոմն ասա տեսնեմ ինչ ա եղել։ Միշոյի զանգից հետո հասկացա, որ կինո չեք գնալու։ Հա ինչ անենք։ Մենակ չասես, որ դրա պատճառով վատացար։ Չէ։ Այսօր ֆիզկուլտի ժամին պատահական լսեցի, որ Անին Մագային ասում է, որ Միշոյի հետ փաբ են գնալու։ Ու երբ Միշոն զանգեց, ասեց, որ կինո չեք գնալու։ Ինչ։ Ինչ ես խոսում, Շուշի, չեմ հավատում։ Միշոն չէր կարա տենց բան աներ։ Դե ես էլ եմ տենց կարծում, բայց Մի րոպե, ուզում ես ասես, Միշոն իմ հետ չի գնում կինո, որ Անիին տանի փաբ։ Չէ, չեմ հավատում։ Միշոնը ինչ չէր խափի։ Միշոն ասեց, որ Տիկոն տղաներին հրավիրել է փաբ, ինքն ու Էրիկն էլ որոշել են գնան։ Մար, գիտեմ ինչքան է քեզ Միշոն սիրում։ Ես էլ չեմ հավատում, բայց Ինչ բայց։ Արի զանգեմ Էրիկին, վստահ եմ, որ ինքը ինչ չի խափի։ Չէ, պետք չի։ Չես ուզում իմանաս ճշմարտությունը։ Չէ, ես հավատում եմ Միշոյին, ինքը ինձ չէր խափի։ Դե ավելի լավ, ուրեմն վախենալու բան չունես։ Օ, Շուշին է։ Եթե զանգել ես ասես, որ դու ինձ կարոտել ես, ասեմ, որ ես քեզ ավելի շատ։ Չէ, ավելի ճիշտ հա, բայց այդ չի ուզում հարցնել, ուզում եմ իմանալ որտեղ ես։ Դե, ես բայց դրությամբ Միշոյի հետ ենք, հեսա գնում ենք փաբ, տղեկով պիտի հավաքվենք։ Ինչ կա, հո բան չի եղել։ Հեչ, ուղղակի ուզում եմ իմանալ։ Այդքան բան ու վերջ։ Հա, լավ Էրիկ, հետո կխոսանք։ Չհասկացա ինչի սենց, որ։
Լիդիա ջան, ստեղ ես։ Լիդիա։ Հա, Թորոս։ Արդեն ուշ է, Լիդիա։ Գիտեմ որ ուշ։ Տեսել ես ժամը քանիսն է։ Ինչ ես միջև հիմա մնացել։ Այդքան էլ դեպք պատահեց այսօր։ Վերկաց գնա տուն մի քիչ հանգստացի։ Տուն։ Իսկ ով է ինձ սպասում տանը, Թորոս։ Ոստե։ Հաստատ սպասող կա։ Էրիկը հաստատ սպասում է, որ տուն գնաս։ Տունը մենակ պատերը չեն, կահույքը չի։ Տունը մարդիկ են, զգացմունքները, ապրումները։ Տունը այնտեղն է, որ քեզ պետք է շատ ապահով զգաս, կարևոր։ Այդ ապահովը շատ լավ հասկացա։ Մարդի ապահով ապրի, ճիշտ ես, թե չէ մեր ապրածն ինչ է։ Աշխատավարձից աշխատավարձ։ Ինձ թվում էր ես այդ ամեն ինչը ունեմ։ Բայց պատրանք էր։ Ես չկարողացա։ Լիդիա, չկարողացա։ Ու հիմա իմ տան պատերից սառնություն է փչում ու դատարկություն։ Հասկանում ես ինձ, Թորոս։ Հասկանում եմ, ոնց չեմ հասկանում։ Լիդիա ջան, եթե ուզում ես ջեռուցման համակարգը փոխես, լավ ընկեր ունեմ, ասեմ կա էժանով կազմակերպի գնա։ Ես ուրիշ բան եմ ասում, Թորոս։ Դե ախր ես քո բարդ նախադասություններից բան չեմ հասկանում։ Արի գնա դու ձեր տուն, ես էլ գնամ մեր տուն։ Ամեն ինչ լավ կլինի, Լիդիա։ Դու գնա։ Քանի տանը սպասող ունես գնա։ Բանալիները թողես դուր կփակեմ։ Էդ ինչ ես ասում, այղապ։ Ինչքան ուզում ես մնա, ես կսպասեմ, ներքևում կսպասեմ, քեզ չեմ խանգար։ Լավ, ես մի քիչ հետո կգամ, հիմա ուզում եմ մնալ։ Լավ։ Ամեն մարդ մի հոգս ու ցավ ունի։ Ով կմտածեր, Լիդիա։ Ինչ ասեց Էրիկը, որտեղ են։ Նույնի ինչ Միշոն քեզ։ Տեսար, իսկ դու առանց պատճառի խառնվել ես իրար։ Արա սում տղենայք է մերն եմ ես քո ջանին։ Այմը բաչեմ։ Միշո ջան։ Լավ է, դու գիտես չէ որ դու իմ տղուս չես տարաբերում իմ համար։ Գիտեմ, ձեզ կարամ։ Պապ ջան, բայց ինչի ես այսքան խմել։ Ինչ եմ խմել արա։ Երկու բաժակ բան եմ խմել, արմ է, ասա։ Չես հավատում, ուզում ես երթվամ։ Ում արև երթվամ, ասա։ Մորը տարավ չեմ խմել։ Պետք չէր երթվել, հավատում եմ։ Ապրես։
Ինչա սրտերը վտանցնում։ Ասա Միշան։ Ասա ես ու Արմենը հենց հիմա կազմակերպենք, բայց սենց հավեսով պատիվ տանք։ Չէ, լավ է դες կարող, մերսի, բան պետք չի։ Ես էլ բան չեմ ուզում։ Դուք գիտեք։ Արմեն։ Դե ոյանք չեն ուզում, իսկ մի բան ես խմեմ։ Անպայման։ Շուտ արա։ Կարող է համոզես պապային տանես տեղից են տիկոն չգատենա սենց էլի։ Հա, ես էլ չեմ ուզում տիկոն տենամ։ Տենամ ինչու։ Պապ ջան, ասում եմ, կարող է իրար հետ գնանք տուն։ Տուն։ Ես տուն չունեմ տղես։ Դրա համար մինչև լույս մնալու եմ ստեղ խմեմ։ Երկուսիդ կենաստ եմ խմելու։ Հա, բայց տենց մի խոսա էլի։ Արմեն լսու։ Պապ ջան, ասում եմ, գնանք դուրս մի հատ խոսալու բան կա էլի։ Ինչ արեմ։ Արա կարող է նեղացրել են քեզ։ Արա կամ սաղի հերանից եմ, արի, ով է նեղացրել։ Չէ, պապ ջան, ոչ մեկ չի նեղացրել։ Զուտ դուրս գանք մաքուր օդին, համ խոսանք, համի կքայլենք։ Մի րոպե։ Արմեն։ Հա։ Ես հեսա հետ եմ գալի, բաժակը սենց լծրած դերացել։ Եղավ շեֆ ջան, հենց գաս պատրաստան։ Մի րոպե սպասի։ Միշո։ Ես դուր ես ուզում գաս մեր անձնական խոսակցությանը ներկալնես։ Միշ դու մնա։ Խի մնա տղես։ Արի Միշան։ Արի։ Արի պապ ջան, արի։ Միշան մեզ տեկես, բաց։ Սիրտս կանգնեց, հիմար ասա։ Կարո ջան, սա քո համար հյուրանոց չի, վեր կաց։ Կարո, քո թափոյ դեմ խոսում, վեր կաց։ Հաճ ես կեմ, հա? Լավ։ Վեր կաց։ Էրիկ! Էրիկ! Մամ, ինչ հայր է, ինչ ես գոր։ Էրիկ, սա այստեղ ինչ անում են էլ իմ անկողնում։ Դե խմածեր չուզեցա ուրիշ տեղ գնա տուն բերեցի էլի։ Հետո մի քիչ վատ էր զգում իրան, հետո մնացի քնեց։ Էրիկ ջան, դու հասկանում ես, որ ես ու հայրդ Մամ ջան, ես չեմ իրանց տեղ բերե։ Ինքը իներցիայով բարձացավ ստե պարկեց։ Ինչ արա։ Էրիկ, սա ճիշտ չի։ Մամ ջան, կլինի հետո խոսանք։ Հիմա հոգնած եմ, գնում եմ քնեմ։ Մեկ էլ չգոռաս։ Հոտը։
Չէ, ան։ Ես վերևն էի տեսա, որ բերում հորը տարավ։ Խմած էր։ Դժվար էլ այսօր գա։ Ամեն դեպքում հանգիստ եղի։ Ես վերևը կլինեմ, եթե եկավ իմ վրա։ Բա որ կա կհասցնես նկարես։ Ան երկու հատ ֆոտո եմ անելու։ Ինչի պիտի չհասցնեմ։ Դու ամենակարևորը Միշոյի հետ ավելի ջերմ կլինես, որ նկարների մեջ ավելի բնական դուրս գաք։ Լավ, դե ես գնացի, բայց դու հիմիկվա ինձ սկսի նկարել։ Նենի կատաղած ա, վերկենը գնաս աղ մտածածներս հարանվի։ Հա, հանգիստ եղի, դու հեռախոսը։ Իմ հեռախոսով ես նկարելու։ Դե հա, որ մի անգամից քո մոտ էջ գցես։ Ամեն որ բոլորը տեսնեն։ Հատկապես Մարին։ Հատկապես Մարին։ Այս ինչը։ Հաստորեն Շուշին ճիշտ էր ասում։ Ուղղակի հիմար եմ ես։ Մեծ սեր չէ, ուղղակի հիմար։ Շուտ արեք, հեսա դուրը կփակեմ չեք կարա ներս մտնեք։ Հələ նաև որ այս հալիտ էլի վատություն անելու մասին ես մտածում, քերի Թորոս։ Այլ լեզուտ որ չլիներ ագրավները վաղուց աչքերը տարել էին։ Լավ, մի ջողայնացի քերի Թորոս, մի ջողայնացի, որ շուտ լավանաս։ Լավանալը որն է։ Վաղը գնում եմ մեջքս նկարեն։ Դազա ծախսեր են առաջանում, որ տեսնեն ինչ են անելու։ Քերի Թորոս, մի հատ լուսանկարիչի տեղ գիտեմ, շատ լավ լուսանկարիչ է, 50 հատ ֆոտո է տալիս։ Ուզես համարը տամ։ Կատակ ես անում, հա։ Այդ կատակները ես մանկապարտեզում էի անում, Շուտ արա ներս գնա։ Սրանտ է։ Բարև Թորոս։ Բարև Լիդիա ջան։ Ոնց ես։ Ես լավ եմ, դու ոնց ես, մեջքիդ ցավը չանցավ։ Չէ, այդ ցավը տանեմ սա անցնելու բան, հա։ Հենա գնացել եմ բժշկի, մի վագոն տեղ ա գրել։ Ամեն ինչ այդքան լուրջ է, հա։ Ավելի քան լուրջ է։ Այ, լավ չի Թորոս ջան, չէի պատկերացնում, որ այդքան լուրջ է։ Առողջություն քեզ։ Մի րոպե լա։ Լիդիա ջան, ասում եմ, այս մեջքիս վիճակը այդ ֆիզկուլտի դասի պատճառով եղավ, չէ։ Այդպես է թե չէ։ Դե, ենթադրենք, հա։ Բա որ հա, ես քեզ ձեռ մեկնեցի, օգնեցի, բա դու հետ չես ուզում Թորոսին օգնես։ Թորոս ջան, ինչ պետք է ես անեմ քո համար։ Պետք է գնաս հիվանդանոց, բուժումներ ստանաս, հիմա մեջքի ցավը հասկացան, կանցնի կգնա։ Հա, ապրես, բայց հիվանդանոց գնալու համար փող ա պետք, մի քիչ պրեմիա գրի գնամ բուժումները ստանամ։ Թորոս ջան, այս ամիս քեզ այնքան պրեմիա ենք տվել, որ դպրոցի բյուջեն արդեն ճեղքված կունի քո պատճառով։ Հա, այդ ճեղքվածքը հենց իմ գլխին պիտի կպներ։ Թորոս երկարացնում ես, իրավիճակը այդպիսին է։
Բայց ես իմի ես տեղերը ոնց եմ առնելու, հա? Չիմանամ ոնց ես առնելու Թորոս ջան, մեջքը տակ պահի, մի քիչ էլ այդ քո պարավական բուժումներից արա տանցնի կգնա։ Տակ պահելով չի, սրանց կի արջի յուղը չի օգնի։ Այդ Թորոս, վայ, դուր այդ դեղատոմսը, դուր, մի բան կմտածեմ։ Բայց դու ամեն դեպքում քեզ տակ պահի։ Ոնց, անց տակ պահեմ, որ դու իմանաս։ Մի բան անեմ սեզ, իմանալու բան չի։ Մարած, ես երեք շուտ էիր կնեմ։ Կարամ քեզ մի բան խնդրեմ։ Հա ոնց չես կարա, ինչ ուզում ես մտրի։ Մոռացի ինձ։ Չհասկացա, Մարի։ Միշելով այսօր ապրիլի 1-ը չի, չէ։ Ես կատակ չեմ անում նշան։ Ուղղակի մոռացի ինձ ու հեռու մնա։ Հա, բայց ինչ ա եղել։ Հերթական անգամ կյանքը ինձ միշտ ճիշտ հուշումներ է անում, որ ես սխալ որոշումներ չկայացնեմ։ Հեռու մնա ինձնից ուղղակի։ Արս լուրջ չեմ ուզում հավատամ, որ երեկվա կինո չգնալն է պատճառը, բայց մենք երեք իրար հետ խոսացինք, դու գնաս պատասխանեցիր, ինձ թվաց նորմալ է, որ իմանայի կինո ուզում ես գնալ, կգնայինք։ Կինոյի պատճառով չի։ Բա ինչ ա եղել, Մար, գոնե ասա ես իմ սխալները ուղղեմ, եթե արել եմ քո հանդեպ։ Ոչինչ ուղղել պետք չի։ Դու ճիշտ ճանապարհին ես։ Ուղղակի սրանից հետո ես իմ ճանապարհով, դու էլ քո։ Ես գիտես ինքը որտեղ է ապրում։ Չէ, չգիտեմ, ինչ որ հյուրանոցում երևի։ Չէ, սխալ գիտես։ Ինքը մեր բարմեն Արմենի տանն է ապրում։ Դուխին եմ, սա վերցրու, ինչ որ Թորոսին են նշանակել, դեղատոմս է բուժքույրին ցույց կտաս։ Տեսնենք այդ ինչ դեղեր են, որ 2 ամսվա պարգևը վճար է մեզնից ուզում։ Էս ինչ նկար է։ Իմ ու քո նկարը։ Տեսնում եմ, որ իմ ու քո նկարն ասում եմ, չի համար է գցած Facebook։ Ես չեմ հասկանում։ Այս դեղը հղի կանանց են նշանակում։ Թորոսին նշանակել են, որ ինչ։ Երեխաներին պետք չէ։ Արև Շատյան պետք չէ։ Դու քո խոսքն երեք ասել ես։ Հիմա պատժելու ժամանակն է։ Ես եմ կազմակերպիչը։ Էրիկ։ Էրիկ։